Երեկ, երբ ես անդրադառնում էի քաղաքական կոռուպցիայի մի դրսևորման, խոսում էի կլորիկ պարգևավճարների, սոցիալական ցինիզմի, Նիկոլ Փաշինյանի իշխանության կեղեքիչ բնույթի մասին, չէի կարող անգամ ենթադրել, որ իմ տեսանյութը նման արձագանք է գտնելու։ Այսօր ամբողջ օրը սոցիալական ցանցերով ես ստացել եմ բազմաթիվ նամակներ մեր հեռուստադիտողներից։ Այսօր թեման քննարկվել է նաև Ազգային ժողովում։ Գիտեք, որ այսօր մեկնարկել է գործող խորհրդարանի վերջին նստաշրջանը։ Եվ ահա նստաշրջանի սկզբին իմ լրագրող գործընկերները կլորիկ պարգևավճարների մասին հարց են տվել Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյանի պատասխանը ամեն ինչի մասին էր, բացի տրամաբանական պատասխանից, ռացիոնալ փաստարկից։ Նա ասել է, այն մարդիկ, ովքեր պետք է տատիկ պապիկների թոշակները բարձրացնեն, պետք է արեստավարժ լինեն։ Այն մարդ, ովքեր այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի որակի գործով են զբաղվում, ճանապարհներ, խաղաղություն են բերում ու բոլոր ուղղություններով աշխատում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ շորեր հագնեն։ Ալեն Սիմոնյանի այս արդարացումը չի կարող համարվել տեղին ոչ քաղաքական, ոչ սոցիալական, ոչ էլ բարոյական տեսանկյունից։ Այն չի անդրադառնում հարցի էությանը, չի ընդունում իշխանության պատասխանատվությունը և խորացնում է այն ընկալումը, որ սոցիալական խնդիրները երկրորդական են, համեմատած իշխանության կոմֆորտի հետ։ Այս մարդիկ սկսել են կոմֆորտը շատ սիրել, սկսել են իրենց բարեկեցության վրա դողալ ու թքած ունեն հասարակության կարիքների, հասարակական տրամադրությունների վրա։ Սրա մասին է Ալեն Սիմոնյանի պատասխանը։ Ալեն Սիմոնյանը հաշտ չէ իր խղճի հետ, հաշտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն Նիկոլ Փաշինյանի, որ հեղափոխության սկզբում լրիվ այլ բան էր պնդում։ Առավել ևս այն Նիկոլ Փաշինյանի, որի սոցիալական հռետորաբանությունը ընդդիմադիր գործունեության շրջանում բոլորն են հիշում։ Ինչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը 0։ Ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Դուք օրինակ անձամբ ինչքան եք ստացել։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած։ Եվ այո, պետական համակարգը ստացել է համապատասխան փոխարեն։ Արդար լինելու մասով ենք ասում։ Ուրեմն իսկ արդար է, որ պետական համակարգը Կոնկրետ ինչքան եք ստացել պարգևավճար։ Ասացիք մոտավոր 5-ից 7։ Այսինքն այնքան է, որ չեք էլ հիշում։ Դե չեմ կենտրոնում դրա վրա։ Լավ, թոշակառուների թոշակ ամսական 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառու։ Հատ կառնեմ կուտեմ, ինչ կառնեմ։ Կոմունալ վարձերի նորմալ կմուզեի գազը գվարեի տունս կտակցնեի։ Որտեղ ես կբուժեի։ Իրան նվեր կառնեմ, որ իրան գլավ գնան արտասահմանման գան։ Ինչ անելու թոշակառու։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Այդ տատիկ պապիկները 100,000 դրամներով նիսյաներ ունեն իրանց խանութներում։ Փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանց նիսյանները փակեն։ Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանի թիմը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, կամ ինչու հեղափոխության գավրոշները դարձան հրեշներ։ Այս հարցը ամենից շատ է հուզում մեր հասարակությունը։ Հեղափոխությանը նվիրված տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր 2018-ին ամեն ինչ տվեցին հին համակարգից ազատվելու համար, այսօր հիասթափության մեջ են և փորձում են պարզել, ինչու այն մարդիկ, ովքեր 2018-ին հարթակներից լուսավոր խոստումներ էին տալիս, այսօր հենց իրենք են դարձել կեղեքիչ համակարգի խորհրդանիշները։ Պատճառները խորքային են։ Հեղափոխությունը
չվերածվեց ինստիտուցիոնալ փոփոխության։ Ժողովրդի վստահությունը այս մարդկանց կողմից ընկալվեց որպես ցանկացած որոշում ընդունելու կանաչ լույս։ Այսինքն նրանք 2018-ից հետո փոխանակ ժողովրդի վստահությունը կապիտալիզացնեին ռեֆորմներ իրականացնելով կենսունակ համակարգեր ստեղծելու ճանապարհով, համարեցին, որ ժողովրդի վստահությունը իրենց ամենաթողությանը տրված կանաչ լույս է։ Դրա համար հենց հեղափոխության սկզբից մենք ոչ թե բարեփոխումներ տեսանք, այլ ամենաթողություն։ Նույնիսկ 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ այլևս հեղափոխական պաթոսը չկար եւ այս մարդիկ անկեղծ լինենք այլոց հակավարկանիշի հաշվին պահպանեցին իրենց իշխանությունը, շարունակում են նույն գործելավոճը։ Նրանք բացահայտ ապօրինություններ են անում, ասում են այդպես ենք անում, որտեվ լեգիտիմ ենք, նրանք վաճառում են մեր հայրենիքը եւ երբ քննադատություն է հնչում, ասում են այդպես ենք անում, որտեվ լեգիտիմ ենք, նրանք կոռումպացված են, երբ ասում ես, որ կոռուպցիայի մեջ թաթախված եք, շարունակում են էլի ասել, որ այդպես ենք անում, որովհետև լեգիտիմ ենք։ Օրինակ այսօր Ալեն Սիմոնյանին հարցնում են, ասում են ինչու պարգևավճար, եթե կարող եք օրենքով բարձրացնել ձեր աշխատավարձերը, եթե իսկապես գտնում եք, որ այս կառավարությունը պարտաճանաչ աշխատում է։ Չնայած այս կառավարությունը ձախողել է իր 2021-ի ծրագիրը եւ պարգևավճարի կամ խրախուսվելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Բայց Ալեն Սիմոնյանը ասում է, որ ինչ տարբերություն օրենքով է այդ հարցը կարգավորվում, թե կառավարության ինչ-որ ընդունած որոշումներով, դերևս օրենքում չեն կարողանում փոփոխություններ անել եւ այլն եւ այլն։ Այստեղ էլ են ստում, սիրելի հայրենակիցներ։ Իսկապես, եթե իշխանությունը կարծում է, որ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, վարչության պետերի աշխատավարձերը ցածր են, նա կարող էր փոխել համապատասխան օրենքը, բարձրացնել գործակիցները եւ բարձր աշխատավարձեր տալ այս պարգևավճարների կոռուպցիոն համակարգի փոխարեն բարձր աշխատավարձեր տալ պաշտոնյաներին։ Հապա ինչու կառավարությունը չի գնացել այս ճանապարհով կամ խորհրդանը։ Պատճառները երկուսն են։ Բարձր աշխատավարձ ստացող ծառայողը կամ պաշտոնյան ավելի անկաշկանդ է եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքին չի նայի, որ ամեն ամիս պարգևավճարներ ստանան։ Եվ եթե նա չի նայում Նիկոլ Փաշինյանի ձեռքին, ինքնըստինքյան նա ավելի քիչ է հակված լինելու կատարել Փաշինյանի ապօրինի հրամանները։ Սա մեկ պատճառը։ Եվ երկրորդը, սիրելի հայրենակիցներ, որ արդեն ձեզ է վերաբերվում։ Եթե պարգևավճարների փոխարեն իշխանությունները գնային օրենքով իրենց աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով, ստիպված բարձրացնելու էին նաև նվազագույն աշխատավարձի շեմ, այսինքն նաև ձեր աշխատավարձերը, սիրելի հայրենակիցներ։ Բայց նրանք համարել են, որ ձեր աշխատավարձերը բարձրացնելը բյուջեի վրա մեծ բեռ է նստելու, որոշել են, որ դուք կեղեքված, հարստահարված կարող եք ապրել եւ օրենքը շրջանցելով ձև են գտել միայն իրենց աշխատավարձերը բարձրացնել։ Այսինքն ծանր տնտեսական վիճակը, երկրի նեղությունները, սիրելի ժողովուրդ, քո համար են։ Դու պիտի տառապես, կեղեքվես, հարկեր վճարես, որ երեկվա հեղափոխական գավրոշները միլիոնների մեջ լողան։ Այդ թե ինչու օրենքով իրենց աշխատավարձերը չեն բարձրացրել եւ դիմել են այս ճանապարհին։ Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ինստիտուտների փոխարեն անձնակենտրոն իշխանության մոդել ստեղծեցին։
Չկան Հայաստանում ինստիտուտներ։ Խորհրդարան Նիկոլ Փաշինյանի գրպանում է, դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գրպանում է, մերիտոկրատիայի փոխարեն շեֆին հավատարմության երթումն է գնահատվում, դրա համար իշխանությունը վխտում է դիլետանտ կադրերով, դրա համար բոլոր խելոք բանիմաց մարդիկ խուսափում են իշխանության մեջ ծառայելուց եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մասնավոր սեկտոր են վազում։ Այստեղ միայն աշխատավարձերի խնդիրի չի, որովե մեկը չի ուզում նման կապրիզ ունեցող մարդու իշխանությունում աշխատել, նման կամայականության ու բեսպրեդելի պոտենցիալ ունեցող մեկի իշխանությունում աշխատել, որովե մեկը չի ուզում իր մասնագիտական ունակությունները կորցնել դիլետանտիզմի այս ճահիճում։ Այս իշխանությունը բացարձակ պատկերացում չունի նաև դեմոկրատիայի մասին։ Նրանց թվում է դեմոկրատիան սկսվում եւ վերջանում է միայն ընտրությունների ինստիտուտով։ Այսինքն, եթե քիչ թե շատ նորմալ ընտրություններ են անցկացրել, նրանք համարում են, որ վերջ այսքանով ամեն ինչ վերջացած է, ուրեմն երկրում դեմոկրատիա է։ Նախ ընտրական ինստիտուտի վերաբերյալ կան բազմաթիվ վերապահումներ եւ այնպես չէ, որ Հայաստանում իդեալական ընտրություններ են անցկացվել։ Առնվազն այդ ընտրությունները անհավասարության բաղադրիչ են ունեցել իրենց մեջ, առնվազն իշխանությունը, եթե նույնիսկ չի միջամտել քվեարկությանը, հետո բիրտ միջոցներով, հատկապես թիմ ընտրություններից հետո, փորձել է հետընտրական քաղաքական խճանկարի վրա ազդել եւ այլն եւ այլն։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին երկու համապետական ընտրությունները քիչ թե շատ տանելի են եղել, դեմոկրատիայի մյուս երկու կարևոր հատկանիշները Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն պահպանել։ Դա հաշվետվողականությունն է, իսկ նրանք ինչ ուզում անում են առանց հաշվետու լինելու հասարակությանը, նույնիսկ այս պարգևավճարների որոշումները հուշ գաղթի իրավանով են արել։ Այսինքն ձեր տված հարկերը գրպանում են ինչպես ուզում են, բայց չեն ուզում ձեզ հաշվետու լինել։ Կամ գնում էր Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցությունների, հետո խաբում էր բանակցային գործընթացի մասին, հետո պարտությունից հետո սա նրա գրպանն էր պատասխանատվությունը նետում, սա այս ամեն ինչը եկավ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած որոշեց հաշվետու չլինել նույնիսկ այն ժողովրդին, որի միջոցով եկել էր իշխանության։ Թեև դերևս 2018-ի օգոստոսին Հանրապետության հրապարակում հրավիրված մի մարդաշատ հանրահավաքի ժամանակ խոստանում էր առանց Ագորայի, ասել է, թե հավաքված հրապարակի, առանց ժողովրդի մասնակցության չգնալ որևէ լուծման Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բայց խաբեց այս մարդը։ Ոչ միայն Ղարաբաղի հարցում գնաց դավադիր հակապետական լուծումների ժողովրդի թիկունքում, այլ մինչև հիմա էլ ընդհանրապես թե արտաքին քաղաքական, թե ներքին քաղաքական հարցերում ժողովրդին ընդհանրապես չի զեկուցվում վարվող քաղաքականության մասին։ Պարլամենտն էլ ձևական մի բուտաֆորիկ մարմին է դարձել, որտեղ ընդդիմադիր պատգամավորները լավագույն դեպքում լսում են Փաշինյանի հոխորտանքները։ Այստեղ էլ են, օրինակ, կառավարություն, ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ հաշվետվողականության բաղադրիչը ընդհանրապես բացակայում է, ընդհանրապես։ Մենք ավելի շատ Նիկոլ Փաշինյանի գռհիկ բառապաշարն ենք լսում, հոխորտանքն ենք լսում, սպառնալիքներն ուղղված ընդդիմությանը, ձեզ ԿԳԲ-ի պատվալ կգցեմ եւ այլն, բայց ոչ հաշվետվություն։ Եվ վերջապես Հայաստանում հատկապես Փաշինյանի իշխանության տարիներին չի գործում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։ Այսինքն կարելի է ժողովրդից գաղտնի պահել այն փաստը, որ 2019 թվականին քո սեղանին դրված է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մի հրաշալի պլան։
վարել մի ապիկար քաղաքականություն, երկիրը ներքաշել պատերազմի մեջ, պարտվել, հետո գնալ ընտրությունների, առանց ամաչելու, առանց քաղաքական պատասխանատվության մասին հիշելու եւ վերարտադրել իշխանությունը։ Այդ քաղաքական պատասխանատվության բացակայությունը ոչ միայն բռնաբարում է դեմոկրատիան, այլ մեզ ու մեր երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առաջ, ահավասիկ Արցախի կորուստը, ահավասիկ Հայաստանի տարածքների օկուպացիան, ահավասիկ այն փաստը, որ մեր շուրջ 2 տասնյակ ռազմագերիներ գտնվում են Բաքվի բանտերում։ Իշ քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը, երբ ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը կարող է թքել քաղաքացու վրա, այդ փաստը խոստովանել, բայց հրաժարական չտալ։ Իշ քաղաքական պատասխանատվության մասին է խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանը զգետնում է սահմանադրական կարգը, ոտնձգում է եկեղեցու ինքնավարության, աշխարհիկ պետության սկզբունքների, ժողովրդավարության արժեքների դեմ եւ որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Ահա թե ինչու, սիրելի հայրենակիցներ, 2018-ի հեղափոխության գավրոշները դարձան իսկական հրեշներ, որոնք ընդամենը տյունինգի ենթարկեցին հին, իրենց կողմից իբրև թե մերժված համակարգը եւ հիմա այդ համակարգի կեղեքիչ, ռեպրեսիվ ողջ պոտենցիալը օգտագործելով ընչազրկում եւ իրավազրկում են մի ամբողջ ժողովրդի։ Իդեպ, սիրելի հայրենակիցներ, այսօր ես բազմաթիվ արձագանքներ եմ ստացել, ոմանց կանդրադառնամ, թերևս իշխանության աջակից մի հետևորդ հարցնում է ինչու նախկինում չէիք խոսում այս թերությունների մասին, իսկ նախկինում նկատի ունի միջև հեղափոխությունը։ Սիրելի հետևորդ, քեզ հուշել են հարցը տաս, սակայն մոռացել են հուշել ու մեզ հարցը տալիս։ Ես մի մարդ եմ, որ իմ գիտակցական, քաղաքական գործունեության զգալի մասում եղել եմ ընդդիմադիր գործիչ, միշտ հավատարիմ իմ սկզբունքներին, հին համակարգի ակտիվ քննադատներից մեկն եմ եղել, ինչի պատճառով 2 անգամ քաղաքական մոտիվներով կալանավորվել եմ 2004 եւ 2008 թվականներին, այնպես որ ձեր հուշարարներին գոնե հարցրեք, նեղություն քաշեք հարցնել, թե ում եք հասցեագրում կամ ում են հուշում տալ այս հարցերը, որտեղ դուք անհարմար վիճակի մեջ եք հայտնվում։ Մի քաղաքացի ասում է, որ Չինաստանում կոռուպցիայի մեջ մեղադրվողներին մահապատժի են ենթարկում եւ առաջարկում է այս մոդելը կիրառել Հայաստանում, գիտեք, խնդիրը պատժի ձևի մեջ չէ, ի վերջո մենք եվրոպական բազմաթիվ կոնվենցիաներին ենք միացել, մահապատիժը Հայաստանում արգելված է, խնդիրն այն է, որ ինստիտուցիոնալ այնպիսի ռեֆորմներ նոր իշխանությունը պետք է իրականացնի, որ կաշառքը, քաղաքական կոռուպցիան, պարգևավճարների անվան տակ բյուջեի թալանը դադարեցվի։ Իհարկե, մարդիկ պիտի նաև պատասխանատվության ենթարկվեն այսօրվա ապօրինությունների համար, օրինակ մեկը առաջարկում է հետո այսօրվա իշխանավորների տները կամ տղյակները, ինչպես նշել է, չգիտեմ սրանցից ովքեր տղյակներ ունեն, վերածել մանկապարտեզների, մյուսները առաջարկել է դատական հայցերի միջոցով իշխանափոխությունից հետո պարգևավճարները վերադարձնել բյուջե, սրանք բոլորը քննարկելի հարցեր են, սիրելի հայրենակիցներ, բայց ամենակարևորը նա է, որ որևէ նոր իշխանություն ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ կարողանա կանխել այն արատավոր երևույթների կրկնությունը, կոռուպցիայի այն դրսևորումները, որոնց հանդիպում ենք այսօր։ Ի վերջո, ինչ-որ մեկին պատժելուց շատ ավելի կարևոր է այնպիսի ռեֆորմների իրականացումը, այնպիսի կայացած ինստիտուտների ձևավորումը, որոնք տեղ չեն թողի քաղաքական կոռուպցիայի կամ անձնիշխան համակարգի ձևավորման համար։
Շատ հետաքրքիր հարց է տվել մի քաղաքացի պարգևավճար բաժանելու այս քողարկված թալանի համատեքստում հարցնում է ինչքան է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիներին մեծացել պետական պարտքը, որտեվ քաղաքացին լեգիտիմ կասկածներ ունի եւ միանգամայն ճիշտ են այդ կասկածները, որ պետական պարտքը, որ Նիկոլ Փաշինյանը ծառայեցնում է մեր երկրի վրա, ծառայեցվում է նրա թիմի բարեկեցությանը, ինչպես նաև այս իշխանության վերարտադրությանը առանց երկրի զարգացման նախադրյալներ ստեղծելու։ Խոսուն են թվերի, հիմա այս թվերը կասեմ։ Ուրեմն 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է իշխանությունը, Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 6.9 միլիարդ դոլար։ Ուշադրություն, այսօր այդ պարտքը կրկնապատկվել է, այսինքն Նիկոլ Փաշինյանի օրոք մենք վերցրել ենք ավելի շատ պետական պարտք, քան առաջին 3 նախագահների իշխանության տարիներին։ Հիմա պետական պարտքը կազմում է 14.2 միլիարդ դոլար կամ Նիկոլ Փաշինյանի օրոք 7.3-ից 8.5 միլիարդ դոլարով այդ պետական պարտքը աճել է։ Հիմա պետական պարտքը աճել է, բայց մենք չենք տեսնում որևէ ինստիտուցիոնալ բարեփոխում, մենք չենք տեսնում որևէ կայացած համակարգի ձևավորում, հետևաբար բլեֆ է Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, որ այս պարտքը ավելացել է սպառազինություն ձեռք բերելու նպատակով, ախր մի օր այս բլեֆները պարզվելու են, չնայած այսօր էլ պետական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Պետական պարտքը ավելացրել է, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները պետք է բարելավեին իրենց կյանքը, ինչպես նաև տարբեր PR գործողություններով, օրինակ ասֆալտ գցելն է, տարբեր այլ գործողություններ, կարողանային հիմքեր ստեղծել իրենց իշխանությունը վերարտադրելու համար։ Շատ պարզ, եւ այս պետական պարտքի ավելացման համար էլ մի օր այս իշխանությունը, նրա պատասխանատուները պետք է պատասխան տան։ Ասում են, որ սահմանամերձ 20-30 դպրոց է փակվել եւ եթե չլինեին նման կլորիկ պարգևավճարները, հնարավոր էր այս դպրոցների պահպանումը։ Ասեմ միանգամայն, որ համաձայն եմ, մի քաղաքացի միտք էր հուշել, ես էլ հաշվարկ կատարեցի եւ մեկ այլ վիճակագրություն հիմա կներկայացնեմ։ Ուրեմն տարվա վերջին պատգամավորների, կներեք, պատգամավորները առանձին բյուջեից են պարգևավճար ստացել, ուրեմն գործադիր իշխանության վարչապետ, նախարարներ, փոխնախարարներ, վարչության պետեր պարգևավճարների վրա պետբյուջեից ծախսվել է 9.2 միլիարդ դրամ գումար։ Եվ ահա, շատ պարզ մաթեմատիկական հաշվարկով ես հաշվել եմ, որ եթե այս պարգևավճարները ուղղվեին օրինակ Գյումրիում դոմիկների վերացմանը, իսկ աղետի գոտուց այսքան տարիներ անց իհամոտ մեզ Գյումրիում դերևս կան դոմիկներ, 180-ից 200 անտուն ընտանիք Գյումրիում կարող էր տնավորվել։ Այսինքն այս պարգևավճարները բավական է, որպեսզի Հայաստանում 180-ից 200 մարդ 40-ից 50 հազար դոլարի սահմաններում ստանային բնակարաններ։ Դուք գոնե հասկանում եք Նիկոլ Փաշինյանի իշխանության սոցիալական ցինիզմը ինչ ռեկորդներ է սահմանել։ Արկա վիճակից մտահոգ մեր քաղաքացիներից մեկը կարծիք է հայտնել,
որ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը բերելու է երկրում հեղափոխական զարգացումների։ Միանգամայն տեղին դիտարկում է, երեք ես իմ անդրադարձում նկատել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա ընտրություններում չհաշտվի այն իրողության հետ, որ նման ցածր վարկանիշով չի կարող վերարտադրել իր իշխանությունը եւ գնա բիրտ մեթոդներով իշխանության վերարտադրությանը, սրանով իշխանության ճգնաժամը չի խորանալու։ Սրանով իշխանության եւ հասարակության բարոյական խզումը չի վերանալու։ Եվ իսկապես, եթե ամեն գնով Նիկոլ Փաշինյանը գնա վերարտադրության, ես վախենամ, որ հետընտրական փուլում իշխանության ճգնաժամը միայն խորանա, իշխանություն, հասարակություն անջրպետը միայն մեծանա, ինչը իսկապես կարող է առաջիկա տարիներին հանգեցնել Հայաստանում հեղափոխության կամ սոցիալական բունտի, որովհետև ի վերջո մի քանի տասնյակ հազար մարդիկ իրենց խաբված են զգում եւ քաղաքացիական վրեժի զգացում ունեն։ Նրանք ուզում են ընտրատեղամասերում ցանկալի է կամ փողոցներում վերականգնել այն արդարությունը, որ փնտրում էին 2018-ի Երևանի հրապարակներում եւ փողոցներում եւ այդպես էլ չգտան։ Երկու խումբ կարծիքներ եմ լսում։ Մի շարք քաղաքացիներ ասում են ամբողջ ընդդիմությունը պետք է միավորվի, որ մենք հավատանք ընտրություններով ինչ-որ բան փոխելու հավանականությանը, նախ սրան անդրադառնամ, սիրելի հայրենակիցներ, ես շատ անկեղծ իմ դիրքորոշումը հայտնել եմ։ Ես մեկ ցուցակով ընդդիմության ընտրություններին մասնակցելու թեզը ուտոպիստական եմ համարում, իսկ ռեալ պոլիտիկի մեջ ուտոպիստական իդեաներ եւ թեզեր քննարկելը ժամավաճառություն եմ համարում։ Մյուս կողմից, մյուս վտանգավոր ծայրահեղությունը կհամարեմ այն, որ փոքր կուսակցությունները անտեսելով այն հանգամանքը, որ ձայներ են փոշիացնում, առանձին մասնակցեն ընտրություններին։ Հետևաբար ես առաջարկում եմ ըստիս ամենաօպտիմալ, արդյունավետ միջանկյալ տարբերակը։ Ես տեսնում եմ մեծ հնարավորություն եւ հավանականություն, որ կարող են ձևավորվել ընդդիմադիր 4-5 կոնսոլիդացիոն կենտրոններ, որոնք յուրաքանչյուրը հասարակության շատ որոշակի սեգմենտի մոտ իրենց արդյունավետ ճանապարհային քարտեզով, իրենց կենսունակ թիմերով, իրենց խարիզմատիկ առաջնորդներով կարող են ձևավորել դրական հույսեր փոփոխությունների նկատմամբ։ Ես այս 4-5 ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոնների, այսինքն խոշորացումների մեջ եմ տեսնում փոփոխությունների բանալին։ Եվ ես կարծում եմ ու վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա իմ թեզի իրավացիությունը։ Մեկ այլ կարծիք էլ կա, որ միայն նոր մարդ կարող է առաջնորդնել փոփոխությունների շարժումը, որտեղ ընթերցողը կամ իմ հետևորդներից մեկը պնդում է, որ գործող քաղաքական համակարգի բոլոր դերակատարներից հասարակությունը հոգնել է։ Ամենևին այս թեզի դեմ կռիվ չեմ տա, որտեղ իսկապես քաղաքական համակարգը դեգրադացված վիճակում է, եթե հասարակությունը զզվում է իշխանություններից, մի մեծ հավատ էլ չունի ընդդիմադիր գործիչների հանդեպ, հատկապես խորհրդարանական ընդդիմության հանդեպ, մյուս կողմից մենք պիտի հասկանանք, որ լուսնից նոր մարդիկ չեն իջնելու։ Քաղաքական համակարգը լուծումներ պիտի գտնի առկա կադրային պոտենցիալի շրջանակներում։ Այլ խնդիր է, որ
ընդդիմադիր համակարգերը պետք է կադրային քաղաքականությունը իրականացնեն ոչ թե կապալային սկզբունքով, ոչ թե անձնական հավատարմության սկզբունքով, այլ մերիտոկրատիայի սկզբունքով։ Այսինքն, ընդդիմադիր առաջնորդները ճանապարհ պետք է բացեն իսկապես արժանավորների թիմեր ստեղծելու կամ մերիտոկրատիայի հաղթանակի համար։ Եթե մեր հասարակության մեջ օրինակ 50-100 մարդ այս տարիներին փորձագետներ, մասնագետներ, անդադ հեռուստաէկրաններին են տարբեր մամուլի սրաներում, ակումբներում, կայքերում եւ բավականին արժեքավոր մտքեր են արտահայտել նաեւ քաղաքացիական իրենց ողջունելի կեցվածքն են ցույց դրել, ահա այս մարդիկ, որոնք մերիտոկրատիկ հատկանիշներով օժտված են, պետք է դիտորդի կարգավիճակ չունենան առաջիկա ընտրական մի գործընթացում եւ իրենց նախընտրելի այդ 4-5 դիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններում ինտեգրվեն, ընդդիմության այս կամ այն բևեռի առաջնորդն էլ պետք է այնքան ողջամիտ գտնվի, որպեսզի իր ցուցակում առաջնային տեղ տա քաղաքական, մասնագիտական, մերիտոկրատիկ որակներ ունեցող մարդկանց։ Այսինքն ընդդիմությունը առաջ ընկնելով իշխանությունից անձնական հավատարմության, կլանայնայնության, այդ բոլոր գործոնները թիմերի ձևավորման գործընթացում պիտի երկրորդ պլան մղի։ Սիրելի հայրենակիցներ, սոցիալական բնույթի այս զրույցները եւ իմ երկխոսությունը մեր հասարակության հետ մտադիր եմ շարունակել, որովհետեւ հատկապես վերջին օրերին ես համոզվել եմ, ազդակներ եմ ստանում իմ հետևորդներից, որ հասարակության շահագրգիռ խմբերը, մեր քաղաքացիները անկեղծ զրույցի, դիալոգի, մտքերի փոխանակության անհրաժեշտություն ու կարիք ունեն։ Եվ ես խոստանում եմ, որ ցանկացած արժեքավոր դիտողություն, ծրագիր, առաջարկ տեղ է գտնելու մեր կուսակցության ծրագրերում, որ հետո դառնալու են ավելի խոշոր նախընտրական ծրագրի մաս։